Հանրային մեղադրողը պլանավորման կամ խափանման միջոցի հարցի քննարկումը սկսեց հիմնավոր կասկածի վերաբերյալ իր դիտարկումներից։ Ես էլ կցանկանամ նույն տրամաբանությունը պահպանել, պատվարժան դատան, որպեսզի վերջո մենք հասկանանք ինչի հետ գործ ունենք, այս մեղադրանքը ինչի մասին է եւ առհասարակ առկա են իրավաչափության պայմաններ, թե ոչ։ Եվ եթե հանրային մեղադրողը հղումը սկսեց քրեական վարույթով ձեռք բերված ենթադրյալ տվյալներին, պատվարժան դատան ես կցանկանամ մի փոքր օղակ ավելի բարձրացնել եւ սկսել օրինակ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական հայտարարություններից, որովհետեւ ի վերջո մենք գործ ունենք մի մեղադրանքի հետ, ըստ որի մեկ այլ պետության տարածքում ենթադրաբար տեղի են ունեցել նախապատրաստական բնույթի գործողություններ եւ այսպես պատվարժան դատարան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան 2024 թվականի սեպտեմբերի 20-ին անդրադառնալով քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը առայն որ Ռուսաստանի Դաշնության Արբաթ զորամասում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու փորձ, դա որակել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հերթական fake news, որը գործադրվել է պաշտոնական մակարդակում։ Այսինքն պատվարժան դատարան գոնե մենք ունենք Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական խոսնակի հայտարարությունը, պաշտոնական հայտարարությունը, որ այն ինչ քննում է քննչական կոմիտեն, մեր իշխանությունների կողմից պաշտոնապես է գործադրված եւ դա հերթական fake news-ն է։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Ռուսաստանի Դաշնության տարածքում նախապատրաստված ՀՀ իշխանությունը զավթելու թվացյալ հանցապաստի մասին։ Հաջորդիվ պատվարժան դատան քրեական դատավարության օրենսգիրքը մասնապես նրա 316-րդ հոդվածը որևէ ձևով չկաշկանդելով պատվարժան դատարանի ինքնուրույնությունը, բայց այնուամենայնիվ մեզ տալիս է այն ուղեծիրը, թե մենք ինչ հարց պետք է քննարկենք այս դատական նիստում։ Եվ 316-րդ հոդվածի իմաստով մենք պետք է քննարկենք միջդատական վարույթի ընթացքում ընտրված կալանքի ժամկետի երկարաձգման հարց կամ դրա վերացման, կամ ժամկետի կամ առհասարակ փոփոխության։ Բոլոր դեպքերում պատվարժան դատան 316-րդ հոդվածի տրամաբանությունը այնպիսին է, որ մենք այս նիստով առաջին անգամ երբ դատանը վարույթ ընդունելուց քննարկում է խափանման միջոցի հարցը, այսպես որոշ գծերով, որոշակի կաշկանդվածություն ունի նախորդի կայացված որոշման հետ, որովհետև օրենսդիրը հստակ ամրագրել է, որ քննարկում է միջդատական վարույթի ընթացքում ընտրված խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցը։ Եվ հիմա որպեսզի մենք գնահատենք արդյոք պահպանում ենք, վերացնում ենք խափանման միջոցը թե ոչ, ուզենք թե ոչ 316-րդ հոդվածի համատեքստում պետք է անդրադառնանք նախորդիվ կայացված դատական ակտին եւ դրա իրավաչափության պայմաններին։ Գուցե հանրային մեղադրողը ցանկանում էր բոլորի ժամանակ խնայել եւ այսպես ընդհանրական նշեց, որ շարունակում են պահպանվել իրավաչափության պայմանները եւ երբ որ խոսեց պարոն Նացականյանի խափանման միջոցից վկայակոչեց 3 հիմքը եւ ասեց բոլոր մեղադրյալների մասով սա պահպանվում է։ Պատվարժան դատան Սերոբ Գասպարյանի մասով առհասարակ վերջին անգամ արձանագրվել է բացառապես խոչընդոտի ռիսկ, հետևաբար եթե հանրային մեղադրողը չունի նոր ելակետային տվյալներ, թեև խոսեց, որ նախաքննությունը շարունակվել է, ձեռք են բերվել նոր տվյալներ, բայց չբացահայտվեցին այնպիսի տվյալներ, որոնք որակապես նոր էին եւ մեզ առարկայական հնարավորություն կտային խոսելու օրինակ թաքնվելու փախուստի կամ նոր արարք կատարելու մտավախությունից։ Հետևաբար Սերոբ Գասպարյանի մասով մենք խափանման միջոցի հարցը պետք է քննարկենք բացառապես մեկ ռիսկի դատավարական պարտականությունները չկատարելու համատեքստում։ Եվ այստեղ էլ պատվարժան դատարան բնականաբար երբ որ մեղադրական է ճառը կամ պաշտպանական է, այստեղ տեղի են ունենում փաստերի հետ աշխատանքներ եւ այդ փաստերի հետ աշխատանքը որոշ առումով կարող են իրենց մեջ պարունակել մանիպուլյատիվ դատարանի ներքին համոզմունքի վրա ազդեցություն թողնել ցանկացող այսպես գծեր ելևէջներ։ Եվ ես կարծում եմ, որ
ճանաչելով հանրային մեղադրողին, այստեղ չկար մանիպուլյացիա, բայց կար դատանի ներքին համոզմունքի վրա ազդեցություն գործադրող միջոցներ, որովհետև այնպես չէ դատարանը ասել է առկա է դատավարական պարտականությունները չկատարելու ռիսկ անօրինական ազդեցության միջոցով եւ այդքանով սահմանափակվել է կամ էլ օրինակ բողոքարկման արդյունքներով վերաքննիչ դատանը չի տվել հստակ կոնտեքստ դատավարական պարտականությունները չկատարելուն, իսկ այս պարագայում կոնտեքստը հստակ է պատվարժան դատանը եւ առաջին արձանի դատանը եւ վերաքննիչ դատանը վերաքննության արդյունքներով արձանագրել են ուղիղ հետեւյալը շարունակվում է գործի քննությունը դեռևս պետք է իրականացվեն առերեսումներ եւ վկաների լրացուցիչ հարցաքննություններ եւ պարոն Գասպարյանը մնալով ազատության մեջ կխոչընդոտի առերեսումների իրականացմանը եւ վկաների լրացուցիչ հարցաքննությունների եւ պատվարժան դատարան կարծում եմ այսպես շատ մեծ գաղտնիք չեմ բացահայտի եթե հիմա ասեմ որ այդ իրավաչափության պայմանը այլևս առարկայազուրկ է որովհետև մենք ես հեռու եմ այն կարծիքից, որ այստեղ առերեսումներ ենք անելու կամ վկաների լրացուցիչ հարցաքննություններ ենք կատարելու, հետևաբար այն մտավախությունը, որը դատարանը արձանագրել է, որը վերահաստատել է վերաքննիչ դատարանը, այլևս գոյություն չունի պատվարժան դատան։ Սերոբ Գասպարյանը այլևս առերեսումների ընթացքի վրա ազդեցություն ունենալ չի կարող, իսկ վկաները լրացուցիչ մենք այստեղ չենք քննելու։ Եվ այս պայմաններում պատվարժան դատան տարբեր են իրավաչափության պայմանները եւ խոչընդոտի ստանդարտային պարագայում երբ հարցը քննարկվում է միջդատական վարույթի ընթացքում եւ որակապես տարբեր է եւ գործը ըստ էության փոխանցվել է դատանի քննության։ Եվ այս պարագայում պատվարժան դատան խոչընդոտ անօրինական ազդեցությունը պետք է ավելի ծանրակշիռ լինի դատաքննության ընթացքում, որովհետև այս անձինք հարցաքննված են եւ այս անձինք առերեսված են պարոն Գասպարյանի հետ։ Եվ պատվարժան դատան կանխավարկածի մակարդակով բնականաբար դատանը չի կարող եւ չունի էլ այդ պարտականությունը դետալային անդրադառնալ քրեական վարույթի նյութերին, բայց այսպես առաջնորդվելով այն կանխավարկածով, որ գոնե մեղադրական եզրակացության համատեքստում որոշ գնահատականներ տրվում են, որոշ առումով նյութը հետազոտվում է վարույթը։ Պատվարժան դատան նաև այստեղ չկա այդ ընդգծված թիրախը, որի վրա կարելի է ունենալ անօրինական ազդեցություն, որովհետև երբ որ մենք խոսում ենք վկաների նկատմամբ ճնշումներից, իսկ ինչպիսի վկաներ ունենք պատվարժան դատան եւ որևէ ձևով չկանխորոշելով իրենց ցուցմունքների բովանդակությունը։ Ունենք ընդամենը 3 վկաներ, ովքեր ասում են, որ մեր կարծիքով Սերոբ Գասպարյանը տեղեկացված եղել է իշխանության յուրացման նախապատրաստության մասին։ Այսինքն պատվարժան դատան, եկեք մի տեսակ հողի վրա պատկերացնենք։ Պարոն Գասպարյանը ազդի որ ինչ լինի։ Մենք խոսում ենք կարծիքի մասին, ոչ թե խոսում ենք հաստատապես հայտնած փաստական տվյալի մասին, որ օրինակ ես գիտեմ Սերոբ Գասպարյանը եկավ, սրան հանդիպեց, այս պայմանավորվեց, այս ցուցումները տրվին, այս հրահանգները տրվին։ Խոսքը վերաբերում է բացառապես պատվարժան դատան, նրան, որ այնտեղ Գորլովկայում եղել են խոսակցություններ ոչ թե իշխանությունը անգամ զավթելու մասին, այլ նախապատրաստվելու եւ Հայաստան ուղարկվելու մասին։ Եվ ըստ իրենց կարծիքի պատվարժան դատան պարոն Գասպարյանը դրանից տեղեկացված էր։ Այսինքն մենք գործ ունենք կարծիքի հետ, մենք չունենք փաստական տվյալների այնպիսի ծանրակշիռ համակցություն, որի նկատմամբ պատվարժան դատան, այսպես հակազդեցությունը լիներ ծանրակշիռ։ Եվ ես կրկնում եմ հիմա, երբ որ մենք խոսում ենք իրավաչափության պայմանների պահպանությունից կամ նոր հանգամանքների հայտ գալուց, մենք ունենք վիճակ, երբ նախկինը սպառվել է, որովհետև դատանի ուրվագծած առերեսումները եւ լրացուցիչ հարցաքննությունները իրականացվել են, իսկ նոր տվյալներ պատվարժան դատարան մենք չունենք, որ այ ձեռք է բերվել նոր տվյալ։ Հախոսվեց, որ 2 ամիս իրականացվել է դեռևս նախաքննություն, բայց մեծ հաշվով մենք չունեցանք հաստատում, թե 2 ամսվա տվյալները ինչ հանգրվանի են եղել
վարույթն իրականացնող մարմին։ Պատվարժան դատան, երբ որ մենք խոսում ենք դատանի ձևավորվելիք ներքին համոզմունքի մասին եւ այսպես հանրային մեղադրողը ընդգծեց, որ հիմնավոր կասկածային աստիճան է փաստարկված, որ դրա մասին այստեղ խոսել առարկայազուրկ է, ես համաձայն չեմ։ Պատվարժան դատան մեկ անգամ դատավոր Ռազմիկ Մարիկյանը արձանագրել է հիմնավոր կասկածից նահանջ եւ ըստ այդմ տվել է 1 ամիս ժամանակ, որպեսզի միջդատական վարույթն իրականացնող մարմինը համալրի ապացուցողական զանգվածը։ Եվ այս պայմաններում պատվարժան դատանից չի թվում, որ այդ հիմնավոր կասկածային աստիճան է ամրապնդվել, որ մենք այստեղ աներկբա իրողություն ունենք։ Հաճիշտ է մեղադրական եզրակացությունով գործը դատանում ստանալը այլևս արձանագրում է, որ այս հարցը դուրս է գալիս քննարկման ֆոկուսից, որովհետև անիմաստ է հիմա քննարկել հիմնավոր կասկած։ Բայց եթե պատվարժան դատան սրա մասին խոսում ենք, ես կուզենամ իրեն անվանել իրենց անուններով։ Դրանից հետո դատավոր Մարտին Արզումանյան եւս արձանագրում է, որ այն նահանջը, որը եղել է, շարունակվում է նահանջած մնալ պատվարժան դատան։ Եվ որևէ նոր փաստական տվյալներով սրանք չեն համալրվել, հետևաբար պատվարժան դատան մենք գործ ունենք իրավաչափության պայմանների փոփոխության հետ։ Այն է դրա նահանջի մասով, որովհետև եթե պատվարժան դատան վկաները հարցաքննված են եւ առերեսված են, ապա այստեղ խոսել անօրինական ազդեցության մասին այդ անձանց ճնշման մասով կարծում եմ առարկայազուրկ է։ Հիմա երբ որ հանրային մեղադրողը ասում է տվյալներ ունենք, որ մյուս մեղադրյալները գտնվում են Գորլովկայում, բայց չեն բացահայտվել։ Հիմա եթե պատվարժան դատան գիտենք առնվազն նրանց գտնվելու վայրը, դրա չբացահայտվելը որն է։ Այսինքն այդ անձանց գտնվելու վայրը առնվազն հայտնի է եւ գոնե իմ ունեցած տեղեկություններով Ռուսաստանի Դաշնությունում գործընթաց ընթացել է, Ռուսաստանի Դաշնությունը այս մեղադրանքը որակել է որպես քաղաքական հետապնդում եւ այդ անձանց հրաժարվել է արտահանձնել Հայաստանի Հանրապետության պատվարժան դատան։ Այսինքն այստեղ խնդիրը այն չէ, որ այս անձին մենք չգիտենք ուր, չէ, մենք այս անձանց գտնվելու տեղը գիտենք։ ՀՀ դատախազությունն է պաշտոնապես դիմել է արտահանձման համար, պարզապես մերժվել է։ Խնդրում եմ հանրային մեղադրողը թող իր տեղեկություններով կիսվի արդյոք օրինակ ինչի է արտահանձնում եմ մերժվել պատվարժան դատան, կամ օրինակ ինչի չի խոսվում, որ արտահանձման ենթակա անձանցից մեկը օրինակ պատվարժան դատարան մահացել է կամ սպանվել է, չգիտեմ, բոլոր դեպքերում մամուլում իրարամերժ տեղեկություններ կան։ Այնպես չէ, որ մենք պատվարժան դատարան այս անձանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չունենք։ Կամ պատվարժան դատան, երբ որ ասվում է ՀՀ իշխանությունը յուրացնելու նպատակը դեռևս չի վերացել։ Անկեղծ կլինեմ, ես չեմ տեսնում այս վարույթի հատորներից բխած որևէ մեկ փաստական տվյալ, որը ամրապնդում է այն թեզը, որ օրինակ այդ նպատակը շարունակում է համարվել ակտուալ պատվարժան դատան, եւ սա այն դեպքում, երբ մենք պատվարժան դատան չպետք է այս փաստական տվյալը անտեսենք, հա, եւ մենք մշտապես համոզված ենք եղել, որ գործ չունենք քաղաքական հետապնդման հետ, համոզված ենք եղել, որ գործ ունենք միջդատական վարույթ իրականացնող մարմինների դատավարական սխալի հետ եւ ուզում ենք շարունակել հավատալ դրան, որ մենք ընդհանրապես գործ ունենք հիմա քննչական մարմնի սխալի հետ, ոչ թե արտաիրավական կամ քաղաքական հետապնդման հետ։ Որովհետև պատվարժան դատան այն գործողությունները, որը մենք ասում ենք տեղի են ունեցել ՌԴ տարածքում, ախր ՌԴ իշխանությունները դրանք որակում են fake news պատվարժան դատան։ Մենք ունենք չէ Ռուսաստանի հետ օրինակ Քիշնյովի կոնվենցիա, Մինսկի կոնվենցիա, իրավական փոխօգնության կոնվենցիաներ։ Հիմա այդ երկիրը, որը մեզ ենթադրաբար պետք է իրավական փոխօգնություն տար, ասում է ձեր քննված, ընդ որում ոչ թե պաշտպաններին է անդրադառնում պատվարժան դատան, ոչ թե անդրադառնում է մամուլի հրապարակման, այլ անդրադառնում է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը։ Եվ դա որակվում է որպես ՀՀ իշխանությունների պաշտոնապես գործադրված fake news պատվարժան դատան։ Եվ ինչ անել այս պայմաններում պատվարժան դատան։ Ես անկեղծ ասած
ելքը տեսնում եմ միայն մեկ գործողության մեջ, դա Սերոբ Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց չընտրելն է, որը կհամարվի իրավաչափ։ Միակ լուծումը, բայց պատվարժան դատան մենք այսպես շատ սթափ ենք նայում, ներսագրված արարքին շատ սթափ ենք նայում, ոչ թե արարքին, այլ հոդվածին, թե դատարանը ինչպիսի վարույթ է իր վարույթում գտնվում եւ քննում, եւ մեր կողմից պետք է առաջարկվեն բոլոր դեպքերում դատավարական երաշխիքներ, որովհետեւ պատվարժան դատարան ըստ պաշտպանական կողմի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության սա ֆեյք քրեական գործ է, բայց դատարանը պետք է դեռևս համոզվի, որ սա ֆեյք քրեական գործ է, եւ այդ ճանապարհին պետք է ունենա հստակ դատավարական երաշխիքներ։ Այլ խոսքով պատվարժան դատան, մենք սթափ ենք գնայում քննության շահին, շատ սթափ ենք գնայում հանրային շահին եւ արդարադատության շահին եւ չենք ակնկալում անպայման բացառապես այնպիսի լուծում, ըստ որի Սերոբ Գասպարյանի նկատմամբ դատավարական արտադրանքի միջոցներ չպետք է կիրառվեն։ Որովհետեւ ես պատվարժան դատան բարեբախտաբար գտնվում ենք դատական նիստերի այնպիսի դահլիճում, որտեղ դատավարական մրցակցությունը տեղ գտնելու է, ես դրանում պարզապես վստահ եմ եւ մենք այստեղ եկել ենք պատվարժան դատան, ոչ թե անելու ինչ-որ պոպուլիստական հայտարարություններ, ականջահաճո հայտարարություններ, մենք այստեղ ենք, որպեսզի բացատրենք գործընկերներին մեղադրանքի կողմից, որ իշխանությունը ՀՀ որևէ մեկը զարթել չի ցանկացել գոնե այս մեղադրյալների կազմով պատվարժան դատան։ Եվ ինչ անել, երբ որ կա հանրային շահը, որը պետք է դատավորի համար լինի ուղղորդող, եւ ինչ անել, երբ որ պաշտպանական կողմը գտնում է, որ իրապես այստեղ կա է այլընտրանքի կիրառման հնարավորություններ պատվարժան դատան։ Խնդրում եմ ականջալուր լինել մեր առաջարկվող այլընտրանքին, որը մի կողմից հանրային շահը կապահովի, այսինքն քննությունը կպահի այնպիսի մակարդակում, որը քննությունը հենց կերաշխավորի անօրինական ազդեցությունից։ Մասնավորապես պատվարժան դատան դա տվյալ պարագայում տնային կալանքն է։ Ճիշտ է պատվարժան դատան, տնային կալանքը այն աստիճան է մերձեցված բանտային կալանքին, որ այստեղ խոսել, որ սա առավել նվազ միջամտություն է, մի տեսակ հիմնավոր պնդում չի լինի, տնային կալանքն էլ է ծայրահեղ նեգատիվ միջամտություն մարդու իրավունքների նկատմամբ, բայց սա հենց այդ հանրային շահի հետ հաշվի նստելու է։ Մենք ուզում ենք, որպեսզի Սերոբ Գասպարյանը գտնվի իր տանը, իսկ Հայաստանի Հանրապետությունն է դիմս իր քրեական հետապնդման մարմինների եւ այլևս արդարադատություն իրականացնող դատանի փորձեն համոզել, որ պարոն Գասպարյանը մեղավոր է։ Եվ այս պայմաններում պատվարժան դատան, տնային կալանքը ինչով է արդյունավետ գործիք։ Երբ որ մենք ունենք իրավաչափության պայմանի նվազեցում, մասնավորապես առերեսումների եւ լրացուցիչ հարցաքննությունների նկատմամբ ճնշման ռիսկի զսպման հետ գործ ունենք պատվարժան դատան։ Այս պայմաններում կարծում եմ, որ առերեսումների եւ լրացուցիչ հարցաքննությունների ռիսկը լիարժեքորեն կարելի է զսպել, երբ պարոն Գասպարյանը գտնվի իր տանը պատվարժան դատան, իր ընտանիքի կողքին, իր թոռների կողքին, որոնցից վերջինին չի էլ տեսել պատվարժան դատան։ Եվ այս պայմաններում կարծում եմ սա հակակշռող գործոն է եւ այն սահմանափակումը, որը եղել է բացառությամբ մերձավոր ազգականների հետ շփումը, կարծում եմ վարույթը կբերի այն հարթություն, որ պարոն Գասպարյանը ցանկության դեպքում չի կարող խոչընդոտի հասանելիություն ունենալ։ Նախ պնդում ենք չկա այդպիսի ցանկություն, չկա այդպիսի մտադրություն, կարծիք ունենալու նկատմամբ պատվարժան դատան, անօրինական ազդեցություն ունենալ չես կարող։ Այդ մարդիկ ունեցել են կարծիք, որը հայտնել են քննիչին։ Հիմա պատվարժան դատան, դան ինչ են ասել, գալու են ասել մեր կարծիքը փոխվել է։ Առհասարակ չկա այնպիսի հաստարտ, որի նկատմամբ պարոն Գասպարյանի կողմից ճնշումը, անօրինական ազդեցությունը կլինի տրամաբանական։ Պատվարժան դատան, խնդրում եմ խափանման միջոց կալանավորման ժամկետը չէ երկարաձգել, կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, մասնավորապես տնային կալանքը արգելելով Սերոբ Գասպարյանին տեսակցություններ ունենալ եւ օգտվել հեռախոսակապից բացառությամբ մերձավոր ազգականների։ Եվ որպես հավելյալ երաշխիք պատվարժան դատան
խնդրում եմ համակցված տնային կարգին կիրառել գրավը 20 միլիոն դրամի չափով, բայց պատվարժան այստեղ կխնդրեմ, եթե դատանը սա համարի թույլատրելի, թույլ տալ գրավի արժեքը վճարել անշարժ գույքով եւ նաեւ պատվարժան դատան, թեև այսպես չկա այդ ռիսկը վարույթից թաքնվելու, փախուստի դիմելու, բայց կարծում եմ, որպես հավելյալ երաշխիք նաեւ բացակայելով արգելք խափանման միջոցը կարող է ապահովել անհրաժեշտ եւ ցանկալի վարքագիծ, որի մասին բարձրաձայնեց հանրային մեղադրողը, որովհետև ի վերջո պատվարժան դատան մենք քննարկում ենք այնպիսի անձի վերաբերյալ քրեական գործ, ով ունի այս երկրում կենսագրություն, պատվարժան դատան, ով այս երկրի համար չափազանց շատ բան է արել, եւ պատվարժան դատան, չգիտես ինչի մեր երկրում հեղինակություն ունենալը սկսել է քրեական բնդումների շրջանակներում վատ երանգով մեկնաբանվել, բայց շատ անկեղծ ես չեմ պատկերացնում Սերոբ Գասպարյանը այս վկաներից ինչ-որ մեկին զանգի ասի արի ինձ համար ցանկալի ցուցմունք տուր, իր հեղինակությունը պարզապես դա թույլ չի տա, իր անցած ճանապարհը պարզապես դա թույլ չի տա պատվարժան դատան։ Եվ այստեղ խնդրում եմ հաշվի առնել նաև, քանի որ խափանման միջոց կիրառելուց անպայման պետք է հաշվի առնվի այն անձը, ում նկատմամբ կիրառվում է խափանման միջոց, մենք պատվարժան դատան ունենք հանրահայտ փաստեր, որ Սերոբ Գասպարյանը չափից ավելին է այս երկրի համար արել։